հրապարակվել է ընդդիմության հեղաշրջման պլան։ Խնդրում եմ կիսվել տեսանյութով։ Ինչ է իրենից ներկայացնում ընդդիմության այսպես կոչված հեղաշրջման պլան։ Գործողությունների ծրագիր, որտեղ քայլերի հաջորդականությամբ պետք է տեղի ունենա հետևյալը. սկզբից թիրախավորում Հայաստանի Հանրապետության վարչապետի, հանրության շրջանում անհանգստության եւ հուզմունքի առաջացման փուլ պետք է լինի, դրանից հետո թիրախային ապատեղեկատվության տարածման պետք է անվստահություն սերմանվի քաղաքացիական պայմանագրի եւ առհասարակ իշխանության շարքերում, պետք է գործի դրվի շշուկների արշավը, այսպես կոչված, գիտեք ինչա շշուկների արշավը։ Երբ որ օրինակ տաքսի եք նստում, ու մեկ էլ վարորդը չգիտես թե որտեղից, ուղղակի հենց օթից սկսում է քննադատել իշխանությանը, ինչ որ տարօրինակ ապուշ բաներ է ներկայացնում որպես բացարձակ ճշմարտություն, կեղծիքներ է ներկայացնում որպես ճշմարտություն։ Իմացած եղեք, որ այդ տաքսու վարորդը հենց այս շշուկների արշավի բանակի անդամ է, ում օրեկան ռեժիմով վճարում են, որպեսզի նա իր բոլոր հաճախորդներին նման ապատեղեկատվություն տարածի։ Նույնը տեղի է ունենում նաև հասարակական տրանսպորտում, երբ որ նստում եք ու չեք հասկանում, թե ինչպես երկու կին, չգիտես ինչու որոշում են, որ իրենք պետք է խոսեն քաղաքականությունից։ Ու խոսելուց էլ պետք է բնականաբար ամենահնարավոր կեղծ նարատիվները տարածեն իշխանության մասին, սուտ ու կեղծիկ ու լուտանք թափեն Հայաստանի Հանրապետության իշխանության հասցեին։ Այդ մարդիկ իմացեք, որ այս շշուկների արշավի, այս շշուկային բանակի անդամներ են նրանք։ Նրանք դրա դիմաց օրեկան ռեժիմով վարձատրություն են ստանում։ Հաջորդիվ պետքա TikTok, Instagram, ինֆլուենսերները, այսպես կարծիք թելադրողները սկսեն ինչ-որ արշավ որպես այդպիսին։ Ինչ է դա իրանից ներկայացնում։ Այն որ կան մարդիկ Instagram-ում ու TikTok-ում, որոնց դուք ամենօրյա ռեժիմով տեսնում եք, որ ամբողջ օրը ինչ-որ TikTok են նկարում, Instagram են նկարում, ակնհայտորեն այնքան դիտում չունեն, որ կարողանան դրա հաշվին գումար աշխատել, դրա հաշվին ապրուստ ունենալ, բայց չգիտես որտեղից գումար վաստակում են այնուամենայն։ Իմացած եղեք, որ այդ մարդիկ են հաստիկային բլոգերներն են, 50 կամ 100 հոգի ընդհանուր հաշվարկով, ովքեր որ ծառայում են ընդդիմությանը, ովքեր որ պետք եղած ժամանակ պետքա տանեն ընդդիմության նարատիվները։ Այսինքն դրանք բլոգերներ են, որոնք գնված են քեշով։ Հաջորդը, որ ձեզ շատ կարևոր է, որպեսզի դուք իմանաք, ինչա տեղի ունենալու այս փուլերից հետո, հաջորդիվ եկեղեցին կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ պետք է հայտարարի, որ իշխանությունը այլևս չունի եկեղեցու օրհնությունը, ով զարմանք, եկեղեցին ընդդիմության այս 5-րդ Շարասյան հեղաշրջման պլանում հասարակ գործիք է։ Հասարակ գործիք, ընդհանրով ինչ-որ պահի, ինչ-որ հայտարարություն պիտի անի։ Ու դրանից հետո պետք է տեղի ունենա Սերժի Քոչարյանի վերամիավորումը, որը կարծես թե երբեք էլ պակաս չէր եղել ու այս ձևական բեմականացումն էլ որպես այդպեսին չի ստիպում, որպեսզի մենք հավատանք, թե նրանք երբևիցե կռված եղել են։ Սերժի Քոչարյանի վերամիավորումը պետք է տեղի ունենա, օլիգարխները պետք է սկսեն մարդաքանակ ապահովել, նույն Սամվել Կարապետյանը, եթե չեմ սխալվում, ըստ պլանի նրա վրա դրված է ընդամենը 5 թե 6000 հոգի, Գազպրոմը պետք է մարդ մատակարարի, ու այսպես շարունակ, որպեսզի կարողանան հաջողել ու հասնեն ինչ-որ մի բումի։ Այս ամեն ինչը իհարկե իրականանալու ոչ մի ռեալ շանս որպես այդպեսին չունի, բայց այս ամեն ինչի մեջ շատ կարևոր է, որպեսզի բոլորը իմանան, որ կա 1500-ից 2000 հոգանոց բանակ սոցիալական ցանցերում, որը մեկնաբանություններ է գրում գումարի դիմաց, որը կարծիք է փորձում ստեղծի գումարի դիմաց։ Կա 50-ից 100 հոգանոց, այսպես կոչված բլոգերների բանակ, որը գումար է ստանում իր պատրաստած ռիլսերի համար, որպեսզի բոլորը իմանան, որ կա նաժիշտ երաժիշտների կամ նաժիշտ դերասանների բանակ, որը X պահի պետք է այդ եկեղեցական հովերի տակ թաքնված պղծաբարո հոգևորականների անեծքից հետո միանա այդ համազգային հուզմունքին, որ կա հստակ ցուցում, որպեսզի Հայաստանի իշխանություններին ներկայացնեն ինչ-որ թուրքական դրոշների ու մնացածի ներքո։ Դա անողները դրա դիմաց գումար են ստանում, չգիտեմ իհարկե որ արտարժույթով են ստանում, բայց միանշանակ է, որ ստանում են։ Կա հատուկ շշուկների տարածման բանակ, որը զբաղված է շշուկները
որպես այդպեսին տարածելով։ Դրանք հիմնականում շատ կարևոր է որ իմանաք, տաքսիստներն են, որոնց տաքսիստների մի մասը էլի, բնականաբար տաքսիստների շատ մեծ մասը, մեծամասնությունը այդ ամեն ինչի մեջ չկա, բայց կա տաքսիստների շատ հստակ քանակ, որ օրեկան վարձատրության դիմաց այդ շշուկներն է տարածում, ինքը ունի հստակ անուն շշուկների բանակի մասնակից։ Կան մարդիկ, ովքեր հանրային տրանսպորտ են նստում ամենօրյա ռեժիմով ու այնտեղ են փորձում քաղաքական ինչ-որ թեմաներ քննարկել, քաղաքական թեմաներ բարձրացնել ու թիրախավորել բնականաբար իշխանությանը։ Ու ելի նրանք բնականաբար դա անում են գումարի միջոցով։ Սա է ամբողջ իրականությունը ու սա է շատ կարևոր, որ դուք իմանաք, որ բոլորը իմանան։ Այդ իսկ պատճառով շատ եմ խնդրում, անպայման հավանեք այս տեսանյութը, կիսվեք դրանով, որպեսզի հնարավորինս շատ մարդ տեղեկացված լինի, թե ինչի կարող է հանդիպել ինքը սոցիալական ցանցերում ու կամ առհասարակ կյանքում ենթադրաբար տաքսի նստելուց, չգիտեմ, հանրային տրանսպորտ նստելուց։ Դե իսկ պլանի վերջնական հաջողումը բնականաբար բացառված է, բայց առանցքային կետա, որ այդ պլանում հասարակ գործիքի դերեր բաշխած ընդամենը կտրիչ ներսիս է։ Ինչևէ, կիսվեք տեսանյութով ու կհանդիպենք։